Ձեր կարծիքով այսօր Հայաստանում կան արդյոք բանտարկյալներ, 61.3%-ը նշել է, որ այո կան, անցած ցուցանիշը 62%-ն էր, գրեթե բան չի փոխվել, 23%-ը ասում են, որ ոչ չկա եւ 15.7%-ը դժվարում է պատասխանել այս հարցին։ Եվ այդ 61%-ին մենք խնդրում ենք ասել, եթե ասում եք, որ կան բանտարկյալներ, ովքեր են նրանք։ Նրանցից 64.9%, այսինքն 61%-ի 64%-ը ասել է, որ Սամվել Կարապետյանն է, 36.2%-ը նշել որ Բագրատ arczepiskopos Գալստանյանն է, Միքայել arczepiskopos Աջապայանն նշել է 33%-ը, Վարդան Ղուկասյան Գյումրիի Վարդան Ղուկասյանն է, շեշտենք որ հասկանանք, 19.4%-ն է, Նարեկ Սամսոնյան 4.7%, Լիդա Մանթաշյան 4.7%, հմծում են վերադառնալ եւ իշեք ժամանակահատված այդ ազդության, այն ժամանակ կարծեմ դեռ այդ ազատումը չէր դեռ ունեցել։ Վազգեն Սաղաթելյան նշել են 3.2%, Դավիթ Համբարձումյանը 2.9% եւ դեռ 1.4%-ը նշում է Արմեն Աշոտյան։ Ну, այստեղ հետաքրքիր բան է, որտեղ ըստ երևույթի Պարոն Աշոտյանը ազատության մեջ է, բայց եթե չեմ սխալվում, ոտքին այդ միջև դա կարծեմ տնային կալանքեր, հա, հետո հիմա այդ բրաստետի արկայությունը կա, ինչ երեցե 1.4% նշել է, որ Արմեն Աշոտյանը դեռ կա բանտարկյալ է։ Սա եւս մի քիչ բախուճուճ է, բայց փորձեմ բացատրել այս հարցը, հա, վերաբերվում է սահմանադրական փոփոխություններին։ Նոյեմբերի 19-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունից հետո։ Այնուհետև նոյեմբերի 22-ին, 2 օր հետո, Մարզամերիկային համալիրում կայացած համագումարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2026 թվականի ընտրություններից հետո Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը։ Հետևյալ դատողություններից որի հետ է համաձայն, 3 դատողություն եք առաջադրել, հա,